այդ մենք ինչ-որ այլմոլորակային երևույթ չենք, էլի։ Եվրոպան պունկտուալ է, արևելքը անպունկտուալ։ Ու այդ անպունկտուալությունը չի, մշակների տարբերությունն է, ասենք նույն արաբները հետ երբ որ պայմանավորվում ես, ասում են ժամի 7-ին, նորմալ է որ 8-ին են գալիս։ Իսկ Վահրամը ինչ որ հետաքրքիր ճամփորդական սովորույթներ ունի։ Սիրում եմ Google Map-ով նայել, որտեղ որ իջնում եմ, Google Map-ով նայում եմ մոտակայքում ինչ հետաքրքիր բաներ կան, ասենք եթե ինչ-որ հետաքրքիր բան տեսա, գնում նայեմ էլի։ Իսկ այսքան բիզնես ճանապարհորդություններ ես ունեցել, որոնք առանձնացնես որպես ամենահետաքրքիրը կամ նույնիսկ կարող է travel fail-եր եղած լինեն։ Ինքնաթիռից իջա Պիցեր, արդեն գնացի այդ ավտոբուսը որ գալիս է որ տանել, գնաց նստեցի այդ ավտոբուսի մեջ, նայեց տեսա անձագիրս չկա, դա էս կրպանում սեր հստակ հիշում եմ։ Իսկ ինչ կպատմես Չինաստանից, քանի որ Չինաստանում էլ տուրեր եք կազմակերպել հենց ակումբի շրջանակներում, այո, մասնաճյուղ ունեք։ Իրականում մենք բոլորս էլ գիտենք երևի որ չինացիները ամեն ինչ ուտում են, բայց մեկը այնտեղ այդ մասշտաբը որ տեսնում ես ամեն ինչ ուտելու մասշտաբը էլի։ Չես պատկերացնում որ իրոք ամեն ինչ։ Հա, իրոք ամեն ինչ ուտում են, ասենք այնտեղ նայում ես դիլիկատեսը, ինչ որ մեծ ձկան աղիք է, որը դիլիկատես է։ Շատ լավ։ Իսկ եթե դու ինչ-որ մի բան կարաներ քո երեխաներին փոխանցել, իհարկե բացի փողից, ինչ հմտություն կամ ինչ նավը կա, ինչ կփոխանցեիր քո երեխաներին։ Միացյալ Նահանգները աշխարհի ամենահզոր տնտեսությունն է, որտեղ իրենց մոտ կա սխալվելու մշակույթ, երբ որ դու չես վախենում սխալվելուց, դու նաև մեծ բաներ ես փորձում անել։ Եթե դու վախենում ես սխալվելուց, դու երբեք մեծ բաներ չես փորձի անել։ Ասում են, որ մարդն է ստեղծում իր ճանապարհը, բայց կա մարդիկ, ովքեր կառուցում են ոչ միայն իրենց ճանապարհը, այլև հարթակ ուրիշների համար։ Ողջույն սիրելիներս, ձեզ է ձեր հավատարիմ ճամփորդական ուղեկիցն Էլիանան եւ բարի գալուստ հայկական առաջին ճամփորդական ոդկաստ։ Ովքեր սիրում են բիզնեսի ետնաբեմը, թող բաժանորդագրվեն ալիքին, քանի որ ձեզ սպասվում է շատ հետաքրքիր եւ անկեղծ զրույց։ Սկսեցինք Վահրամ ջան, ողջույն։ Ողջույն Լիանա ջան։ Վահրամ Միրաքյան, Մանթաշյան բիզնես ակումբի համահիմնադիր։ Ինչպե՞ս ես։ Հրաշալի։ Դու։ Ես էլ հենց արագ եմ եկել ոդկասթին, քանի որ ես ուշանում եմ, իսկ դու պունկտուալ եկել էիր։ Բայց էլի արագ եմ եկել։ Հա, շատ լավ։ Առաջի հարցը. Ինչպես քեզ կբնութագրես, թե դու ով ես իրականում, բայց ընդամենը երկու բառով։ Երկու բառ։ Չեք զգուշացել որ դից։ Դաժան է լինելու։ Մի անգամից։ Ոնց տակասնենք նոր մի անգամից դից։ Դաժան հարցերին ասենք։ Երկու բառով ինձ բնութագրեմ, շատ բարդ բան եք ասում, երբ չէի մտածել։ Երևի օգտակար լինել։ Օգտակար լինել, հա։ Այդքան օգտակար լինել, հա, այդ երկու բառով։ Համայնքին, հասարակությանը, մարդկանց, տենց էլի, բայց մեր մարդկանց էլի։ Նկատում ես Մանթաշյանների։ Թե լավ մարդկանց։ Հայրին, բոլոր հայրին։ Լավ, բարի հեշտ հարց եմ քեզ տալիս։ Եթե քեզ ասեն 1 ժամից լինում ես օդանավակայանում, որ ուղղությունը կընտրես առանց մտածելու։ Որ ուղղությունը կընտրեմ, դե այն երկրներն եմ ես ավելի շատ սիրում, որտեղ շատ եմ եղել, կամ այն քաղաքները։ Որն է քո համար ամենահոգեարազատ քաղաքը կամ քաղաքները։ Ամենահոգեարազատը ինձ թվում է Լոս Անջելեսն է։ Մոսկվան էլ եմ սիրում։ Դենց հիմնականում չի լինում այդպես էլի կամ քիչ է լինում էլի հա որտեղ հա մի քանի օրից մեկնում եմ Մոսկվա դրանից հետո մի քանի օրից էլ Լոս Անջելես եմ մեկնում հա դրանց երկու մի ժամից դու օդանավակայանում ես լինում հա այդ երկու քաղաքները ինձ թվում է այդ երկուսն են որ դրանց արագ բան կանեմ կընտրես շատ հաճելի է չնայած շատ տեղեր եմ սիրում ես գլոբալ բան չեմ իսկ ավելի շատ եվրոպական երկրներ թե ասիական երկրներ եվրոպական չէ միանշանակ Եվրոպա հա որտեղ Եվրոպան մենք ինչ ուզում եք ասեք մենք ավելի մոտ ենք Եվրոպականին, հա, ինչ ուզում է լինի, իրականում մոտ ենք նաև post-սովետ երկրներին, հետ սովետական երկրներին էլ մոտ ենք, նույն չգիտեմ Ղազախստան, Վրաստան, Ռուսաստան, որ գնում ես նույն բանն էլ, որտեղ մեր ծնողները, հա, մեր ծնողների ժամանակ, նույնիսկ մեր ժամանակ մենք այդ մի երկրում ենք ապրել, դրա համար շատ բաներ կա, որ իրար հասկանում ենք, նույն Լոս Անջելես էլ գնալուց կամ այլ տեղեր գնալուց մենք էլի հաճախ շփվում ենք այն մարդկանց հետ, ովքեր որ դուրս են եկել հետ սովետական երկրներից։ Այսինքն խոսացիր Լոս Անջելեսի, Ամերիկայի մասին, ինքը շատ մարքեթինգ արված, մեգա մասշտաբային երկիր է։ Մի պահ պատկերացնես, որ Մանթաշյան ակումբը լիովին տեղափոխվում է այնտեղ։ Ինչ ձևաչափով կլիներ, ինչ կփոփոխվեր։ Թե նույն ֆորմատով կաշխատեիր։ Ինչ թվում է ֆորմատ նույնն կլինի, այնտեղ մասշտաբն ուղղակի ամեն ինչի մեծանում, մարդկանց մասշտաբն է մեծանում, պրոյեկտի մասշտաբն է մեծանում, դու ես սկսում մասշտաբային մտածել, երբ որ այնտեղ ես մնում, որտեղ այնտեղ, ասենք, չգիտեմ, գնում ես, շփվում ես մի մարդու հետ, որը միանգամից, ասենք, 60 երկրում բիզնես է անում։
նստած Glendale-ի, ասենք, մի հատ տարածքում, սենյակում 60 երկրի բիզնես անում, ու դու մեխանիկորեն արդեն սկսում ես մտածել, որ եթե Glendale-ի այս 50 քառակուսից կարում ես 60 երկրում բիզնես անես, ինչու՞ չես կարող Երևանը 50 քառակուսից այդ 60 երկրում բիզնես անես, ու այդտեղ հասկանում ես, որ խնդիրները մենակ մեր գլխում են։ Կարաս իրականում էլ, այսինքն եթե այդպեսի խնդիր դնես, կարաս, այսինքն այդ բանը կա, այդ մասշտաբային այնտեղ, որ անդադ վարակվում ես, ամեն գնալուց ինչ-որ մասշտաբային։ Հետո գալիս ուզում ես տեղել մասշտաբային ինչ-որ բան անես։ Դեպ իմ առաջին Ամերիկայի Միացյալ Նահանգների այցելությունը եղել է Մանթաշյանների հետ, դու էլ կայր այդ խմբում։ Ու ինձ թվում է վատտապահություն էր, առաջ օրը Սարեժ դեմ տվեցինք, չի ասի։ Դե ուզում եմ, կարեն չէ վատտապահություններից խոսանք։ Մենք նոր էինք, իդեպ ինքնաթիռից չէ, մեկ օր էլ նույնիսկ չենք հանգստացել։ Ու դուք կազմակերպեցիք արշավ, քայլ արշավ դեպի Հոլիվուդ գրված է։ Հա, մենք էլ տենց անհարմար հագած, իհարկե կաբլուկները դա բարձրակրունկները դա կատակ էր, բայց անհարմար էինք հագել, շոկ էր, տոթ էր։ Փոշի ավազ չէ։ Բայց վերջում էլ բարձացանք վերև ու անպամած էր, տենց շատ լավ չէր երևում։ Բայց նկարն էլ չկարացանք, այդ Հոլիվուդի նշանը մոտ չկարացանք։ Պետք է նորից բարձրանալ, այս անգամ պատրաստված։ Էլ չենք անում առաջ օրեր, մեր այնտեղի գործընկերոջը Ռազմիկին ասել եմ ոչ մի արշավ էլի սրանց հետո որտեղ մենակ դուք չեք բողոքը բոլորը դժգոհություն ու այդ խմբից բոլորը ով որ Ամերիկայում առաջին անգամ էր իրենք բոլորը Ամերիկայի նկատմամբ բացական բանտապահությունով վերադարձան։ Մենք հետո մեկնեցինք, շարունակեցինք Լաս Վեգաս, այդտեղ մեր տրամադրությունը իհարկե այդտեղ մեր տրամադրությունը բարձրացավ։ Palm Springs գնացինք, չէ՞, դուք եք այ չէ՞ Palm Springs որ գնացինք, հա։ Palm Springs գնացինք։ Իսկ Վահրամը ինչ որ հետաքրքիր ճամփորդական սովորույթներ ունի։ Ճամփորդական սովորություն, ես օրինակ սիրում եմ ինքնաթիռի մեջ մտածել ու հատուկ ինտերնետ չեմ միացնում երբեք ու հեռախոսել որ զանգ չի գալիս, հատկապես երկար ճամփորդությունների ժամանակ այդ լավ միշտ իմ բանի համար նշումների բանը այդ գիրք ես կարդում թե մնում ես քո մտքերի հետ։ Ճիշտ եմ կարդում, միշտ եղել է մի գիրք կարդացել եմ մինչև հասնել Միացյալ Նահանգներն, եղել է որ բանը լսում եմ նաև գիրք, եղել է մի գիրք լսել եմ մինչև հասնել։ Քո գրած գիրքն ես կարդում։ Իմ գրած գիրքը գրում եմ, հա, ասես մեկ բանան place։ Դու ինձ ես բերել, որ ես կարդամ, անպայման կկարդամ։ Դե գրում եմ, եղել է որ գրքից ինչ որ հատվածների գրում, դե մոտս նշումներ էի անում, կուտակում էի որ հետո վերածվեց գրքից, էլի վստահ եմ հաստատ մի մաս ինքնաթիռում է եղել այդ նշումների։ Դենց սիրում եմ այդ անել, սիրում եմ Google Map-ով նայել, որտեղ որ իջնում եմ Google Map-ով նայում եմ մոտակայքում ինչ հետաքրքիր բաներ կան, ասենք եթե ինչ-որ հետաքրքիր բան տեսա, գնում նայեմ էլի, ինչ-որ գրածա, որտեղ որ իջնում եմ, բացում եմ, սկսում նայել էլի մոտակայքում ինչ բաներ կան։ Նախապես չես պլանավորում, հենց այդ պահին երբ իջնում ես նշված քաղաքը, այդ պահին է քո պլանավորումը սկսվում։ Նախապես հյուրանոցն է բռոնարվում ու վերջ էլ ուրիշ չեմ խորանում առանձնապես, կարող է երկրի մասին, եթե շատ անծանոթ քաղաք է կամ երկիր է, կարող է այդ մասին նայեմ։ Հիմա դա արհեստական բանականությունը կա շատ հեշտացել, իջնում ես, գրում ես, ես ես ինչ տեղն եմ, խնդրում եմ իմ համար 3 ժամվա տուր գծի, քայլելով, քաղաքի կենտրոնում ընթացքում սուրճ մի ընդմիջումով լավագույն սրճարանում եւ այլն, դες լավ նկարագրություն տալիս ես ու ինքը ամբողջ ճանապարհը ուղեկցում է քեզ, հենց 3 ժամանոց ստացվում է, դրա համար հիմա տենց նախապես առանձնապես ուսումնասիրելու կարիք էլ չկա։ Հիմնականում թիմից հյուրանոցը նախապես բռոն են անում, ես այնտեղ իջնում եմ ու Ես սիրում ես մենակ ճանապարհորդել, թե ընկերների, ընտանիքի, գործընկերների հետ։ Չէ, մենակ չեմ սիրում։ Միշտ խմբերով ենք ճանապարհորդում, տենց հեսա նույն Մոսկվա որ պետքա գնանք, մի 20 հոգով ենք։ Էլի Մանթաշյան սոֆա։ Ես պետք է ձեզ հետ մեկնեի, բայց գործեր եղավ։ Ես անգամ Միացեք Լոս Անջելեսին, այս անգամ Սարեժ չենք բարձրանում։ Խոսք ես տալիս։ Հա, ամսի 9-ին Լոս Անջելես, 17-ին էլ Վաշինգտոն։ Մի 3 օրով էլ Վաշինգտոն կգնանք։ Իսկ եղել է ճանապարհորդության ժամանակ հանդիպես մի մարդու, որը դառնա քեզ շատ մոտ ընկեր։ Ինքնաթիռի մեջ եւ այլն, հա, չէ, ճիշտ ասած, տենց չէ։ Չի եղել, հա, ես այդքան տենց կարող տարօրինակ լինի, բայց այդքան կոմունիկաբելնի չեմ։ Մարդամոտ շփող։ Կոմունիկաբելնի չեմ այդ ինքնաթիռների մեջ։ Լինում է որ տենց խոսում եմ, բան, բայց ոչ շատ հաճախ, այնպես։ Ես ավելի շատ մենակ փորձում կենտրոնանամ, հա։ Շատ է։ Իսկ այսքան բիզնես ճանապարհորդություններ ես ունեցել, որոնք առանձնացնես որպես ամենահետաքրքիրը կամ նույնիսկ կարող է travel failure եղած լինեն, կպատմես մի փոքր։ Travel failure, հա, դες երևի մի 10 տարի առաջ էր ես բան էի, consulting-ով էի զբաղվում բիզնեսի։ Տարբեր բիզնեսներ հետ աշխատում էի խորհրդատվական։ Մի ընկերության հետ էի աշխատում, որ ստեղ էր աշխատում ու PR-ում էր աշխատում ընկերություն, նաև մասնաճյուղներ այնտեղ։ Պետք է գնանք այնտեղ էլ նաև աշխատենք իր հետ, իր թիմի հետ։ 2 հոգով էին գործընկերոջս հետ։ Գնացինք,
ինքնաթիռից իջա Պիտեր, արդեն գնացի այդ ավտոբուսը, որ գալիս է որ տանել, գնաց նստեցի այդ ավտոբուսի մեջ, նայեց տեսա անձնագիրս չկա, դա էս գրպանում էր, հստակ հիշում եմ, բան վերխեր գրպանը սենց էր այդ վերխի, հետ վազելով գնացի հետ աստիճանների մոտ, ասում մտնեմ անձնագիրս վերցնեմ, էլի դա հիշում տեղս բան որտեղ, բա չէ, չի կարելի, բանը դա ասում մտնեմ վերցնեմ, ոչ չի կարելի անձնագիրը, դուք սպասեք, հեսա կբերենք, էլի ցես ասի, քեյլա որ սպասեմ, մտեք ներ, սպասեք կբերեն, ինչ բերել, ռուսական ավիաընկերությունները իրենք որ գիտեք սպասարկման առումով չեմպիոն են, բացական տեսանկյունից։ Հա, ինքնաթիռի մեջ ոչ չբերեցին ոչ բան, այդ թվում է ոչ էլ ման եկալ։ Ինք այդ բանը ուղղակի ճամփեցին ինձ, ասեն գնացին, հա։ 2 գիշեր 3 օր, տենց մնացի օտանավակայանի այդ նեյտրալ զոնայում, այն բան կա է, ֆիլմ կա, չէ՞ մի հատ։ Ահա, տենց կա, այրապորտ, չէ՞, ինչ որ տենց ապացում, հա։ Դե տերմինալ ոնց։ Տերմինալ, հա, ահա։ Չէ, հետաքրիր, ես չէի կարող ուտելիքի համար առնել, որովհետև չէին թողում բան, այդպես։ Առանց անձնագրի ոչինչ չեն։ Պասպորտ կոնտրոլ պետք է անցնես, ոչ են կոմեն թողում, ոչ ես կոմեն թողում։ Տենց ասացին մոտակա տոմսա լինելու է բանը։ Մի շաբաթից 2 օր սոված ես մնացել։ Անվճար պետք է դա։ Չէ, ուտելիք բերեցին հետո, տենց ինչ կռվարեցի բերեցին։ Ես ու մի քանի տենց գաստրոբայտերներ հետ Ուզբեկստանից բան, տենց իրար հետ նստած։ Ընկերացակ, դες ասում ես ընկերություն չի լինում։ Չի կարելի ասել որ ընկերացանք, բայց իրանց էլ դեպորտ էին արել Ռուսաստանից, այստեղ որ լացում էին։ Իսկ ով վերեց անձնագիրը։ Անձնագիրս ոնց եղավ, ուրեմն անձնագիրս չվերեցին անձնագիրս, ես առանց անձնագրի հետ եկա։ Մի 6 ժամ էլ Հայաստանի անում մնացի չէին թողում, ասում են ուր ես գնում առանց անձնագրի, ասում են նա այդ ելը ոնց եմ թռել առանց անձնագրից, դեղից էլ գալիս եմ էլի, այտենց մի 6 ժամ էլ Հայաստանում մնացի, հետո անցա, հետո ես դուրս եկա, դե ոչ ման չարեցին, իրականում այդ ավիաընկերությունը թքած ուներ։ Ին վրա էլ անձնագրի վրա էլ էլի ոնց որ նշենք ավիաընկերությունը։ Ազնիվ ոչ չեմ հիշում Aeroflot-ներ, եթե չեմ սխալվում Aeroflot-ներ, բայց ռուսականներ բոլորը այդպես չեմ փալում իրենց բանով էլի սերվիսով։ Հա, հետո դուրս եկա օթաչուի վրա, պարզեց օթաչուներից մեկը հայ է, դուրս եկա օթաչուի վրա, օթաչուն պարզ գնաց գտավ այդ անձնագիր, պարզով իրեն գտել են, տակ միտեղ գցել են, գնաց է մնացել էլի։ Գնաց գտավ իմ անձնագիր, բայց մինչև ես մտել էի արդեն ստեղ անձնագրայինում բան էի արել, բլոկի արել անձնագիր նորի համար էի դում գրել։ Այդպես տենց, այդ էր երևի հետաքրքիրներից մեկը բիզնես, որ տենց գնաց պրավալի։ Այս վերջում մի տենց որ ասեմ սուտ հետաքրքիր սուտ կլինի, վերջի անգամ մի 2 ամիս առաջ Միացյալ Նահանգներից որ գալիս էինք, Օհայոից են գալիս, Կոլումբոս ու բանը ընթացքում ինքնաթիռ մտնելուց տեսա մի քանի արաբ ահաբեկչի տեսքով անձնավորությունների, սուբյեկտիվ տպավորություններ ունենք, չէ, արաբ ահաբեկիչների մասին, բայց հենց այդ գրքային դասագրքային արաբ ահաբեկիչների արտաքին պայմանները համապատասխանում։ Ամեն ինչ ու նաև հոտը բան տենց ամեն ինչ համապատասխանում էր իրենց արաբ ահաբեկիչներին։ Էս ուրը մնկել էլի, հանկարծ մի բան չլինի մեր հետ բան։ Հա, գնացի մի տենց գեր սևամորթ տղամարդ էր նստեցի իր կողքը, մեկ էլ այդ իմ տեսած չաթերթներով արաբ ահաբեկիչ եկավ նստեց իմ կողքը։ Հենց նստեց իմ կողքը, այդ ամենա բանն էր, թեթև մասն էր, որովհետև ամբողջ ճանապարհի ընթացքում ասենց application-ը բացած, ինքը բարձր աղոթում էր։ Ամբողջ ճանապարհ, ասենք, բանից ինչքան ժամ է, չեմ հիշում, մինչև եկանք այդ ժամանակ բան։ Օհայոից եկանք Եվրոպայի չանք, Եվրոպա ուրիշ չանք, կարծեմ Ֆրանսիայի չանք, Փարիզ, հա։ Ինչքան է տևում, 8 ժամ է տևում, թե 10 ժամ է տևում, չեմ հիշում, էս մյուս ափներ էլի, արևելյան ափներ, ավելի բանը, արագ եկանք, հա, 8 ժամ կարծեմ, հա։ Հա, ամբողջ ընթացքում ամբողջ աղոթում էր, ամբողջ չքնես նույնիսկ, էլի 8 ժամ աղոթեց, բարձր, այնտես մեկ-մեկ sense կամած մեկ, հա, sense արթում էր, էլի քնում էր մեր բարձր, հա։ Ու տենց բանը, նայեցի application-ը մտնում էր ու տենց հերթով բաներ անում, էլի։ Տենց կարդում էր, ընթացքում դուրս էի գալի գնում էի քայլում էի, մի 3 ժամ քայլեցի, բայց 8 ժամ քայլելը դժվար է, էլի։ Այդ ինչ որ տարբեր տեղ քայլում էր, ընկերներ ունեի իրար հետ ենք, բայց քնեցին իրենք էլ ամբողջ ճանապարհը տենց էդ էր։ Քեզ մենակ թողեց։ Հա, մենակ մնացի բայց դու հասկանում ես, չէ, որ դու ինչից վախենում ես կամ ուզում ես փախչել, հա, ինք դեպի քեզ ես գրավում։ Դա տենց է, այդպես է կոչվում հայելանման արտացոլում։ Այսինքն դու ինչից փախնում ես, գալիս է քեզ մոտ այդ ապացուցված։ Հա, մի անգամ չէ փախնի, գնում կգերկեմ որ հանդիպեմ։ Հետաքրքիր բաներ, օրինակ մի անգամ բան թռանք, մենք այն ժամանակ ես որ բանան ներկրումով էի զբաղվում, ժամանակ առ ժամանակ ստացվում էր գնում էի բան Էկվադոր, դե ամբողջ աշխարհին Էկվադորն է հիմնականում բանան արտահանում, առաջի անգամ որ գնացինք, այնտեղ իջանք օթանավակայանը, կարծեմ Կիտո իջանք։ Մայրաքաղաք։ Հա, Մայրաքաղաք, հետո պետք է թռնենք Գոյակիր։ Կիտո, այդ ամենաերկարն էր իմ ճանաչություն, մի սուտկա գնացինք էլի երևի։ Այստեղից գնացինք Մոսկվա, Մոսկվայից Հոլանդիա, Հոլանդիայից Կիտո, Կիտոից Գոյակիր, ասենք այդպես լավ ահագին երկար տևեց։ Հենց իջանք նայում ենք ինչ որ ոնց որ մեր զվարթնոց իջացել ենք, իրես շատ նման է, ասենք
հատակը այդ ինչա մեթլախ նման է, վերանորոգումը նման, ասենք ոնց որ զվարթնոցում իջացել ենք, հետո գուգլեցինք, բարձրացավ որ Էռնետյանն է պատկանում։ Նմանատիպ են պատրաստում։ Բոլոր Էկվադորի օդանավականները Էռնետյանն են պատկանում, ու ինքը իր նույն մատակարարն է, նույն, ասենք նույն այդ ինչը հատակները նույն մարդն է ստացել, երբ ճարտարապետ նույնն էր, դիզայները նույնն էր, դրա համար շատ նման է զվարթնոցի օդանավական, դա էր դից հետաքրքիր։ Խոսեցի շատ հետաքրքիր երկրներից մեկի Էկվադորի մասին, որտեղ շատ քիչ քչերն են կարողացել դու իհարկե բիզնեսի նպատակով ես գնացել, բայց հասցրել ես ուսումնասիրել երկիրը, բնությունը, քո համար բնությունը ռիսկային է, թե էկզոտիկ է։ Բնությունը ջունգլիներ էին, էլի ոնց որ նույն բաններ, այդ դասագրքային, այդ արևադարձային լատինամերիկյան վայբը, մթնոլորտից ինչ կասես, ինչ հետաքրքրություններ, օրինակ, որ ինչ որ մեկը նայում է, ուզում է հենց այս պահին մեկնի Էկվադորին խորհուրդ կտաս։ Էկվադորը ինչն էր լավ, բոլոր մարդիկ ուրախ տրամադրություն ունեին, բոլոր, ասենք մենք ընթացքում տաքսով էինք տեղափոխվում, իդեպ տաքսին $1 էր միշտ, այնտեղ դոլարն, ամերիկյան դոլարն այնտեղ էր անցնում, դա էր լավ, ու բավական շատ էժաներ, այն ժամանակ վերջի անգամ եղել եմ երևի 19 թվին դից այդ սահմաններում, մաչելի երկիր էր, ասենք ուր գնում ենք քաղաքի մեջ $1 էր բռնում, էլի ավելի չէր բռնում տաքսին։ Նույնիսկ տարօրինակ մենք էլ էինք զարմանում, էլի ոնց է դա ստացվում, երբ մեզ խափում էին, կարող $8 մեզանից մեկ էին ուզում թե ինչ, դες միշտ է։ Ինչ էլ է, բայց էլի դե, չեմ 10 օր, 15 օր եղել է մնացել ենք, օրվա ընթացքում 2-3 անգամ տաքսի ենք նստել, չէ։ Բոլոր տաքսիները միշտ ուրախ երաժշտությունով էր, այդ իրենց լատինամերիկյան այդ ռիթմը, բոլոր տաքսիները միշտ ուրախ տրամադրությամբ, ու ընդհանրապես բոլորն էին ուրախ։ Բոլորը ուրախ էին, էլի այդ բանը, այդ մթնոլորտը միանգամից փողոցներում երգում էին, ասենք, ոնց է, այստեղ ոնց որ հավաքվեն 10 հոգով, իրենց համար երգեն, պարեն, ասած իրենց այդ լատինամերիկյան բան, հա, ուրախ շատ ժողովուրդ է։ Լատինամերիկյան մարդիկ, իրենք հիմնականում իրենց համար այդ կարնավալային միշտ տրամադրություններ լինում, իսկ ինչ կասես սնունդի մասին, օրինակ, քեզ տպավորեց։ Սնունդը տարօրինակ բաներ կային, օրինակ այնտեղի fast food դիտեք ոնց էր, կարող մի կին ասես մայթի վրա նստեր, ասես փեշերի արանք ասես մի ինչ ասեմ ղազան այդ բառը օգտագործեմ էլի, դրանցով ասես սնունդ էր խառնում, մարդիկ գալիս են ինչ-որ բան էին վերցնում, ասես ափսեներ էին վերցնում, ճպսնում էր մի ափսե ու ասես կանգնում ուտում էին, էլի։ Փորձել ես դու։ Ոնց որ չէ, այդ չեմ փորձել, այդ փողոցի վրայից, հա փողոցի վրա էփում էին, էլի, այդ ասես տակ կրակ էր վառում մայթի վրա։ Այդտենց շուտ բանը չեմ փորձել, մենք օրինակ մոլեր էին գնում հաց ուտելու համար կամ նախապես այնտեղ ծանոթներ ունեինք իսպանացի կամ տեղացի, բան իրենց ենք ճշտում որտեղ գնանք սնվելու, մոլերում դե օրինակ ծովամթերք էր շատ, ամեն ինչ ծովամթերք էր, երկրորդն այնտեղի ալյուրը բանանից են ստանում, այն մեծ բանանները կան, չէ՞ որ բանը որպես բանջարեղեն է, չգիտեմ, այստեղ չկա այդ, բայց ինչ որ եվրոպական հա, տարբեր երկրներում տեսել եմ, բայց այդքան տարածված չի, Լատինական Ամերիկայում է շատ տարածված, կան այսքան մեծ բանաններ, որից որ իրենք ալյուր են ստանում ու դրանով հաց են թխում, դրանով քաղցավենեք բան, ամեն ինչ բանանից էր ստացված։ Ու ձկնամթերքն էր շատ ու մաչել էր ավոր։ Ձկնամթերքից ու բանանից մի անգամ հոգնած այնպես գնացինք մոլերում ման են գալի ծանոթ բրենդ որ գտնենք։ KFC օրինակ գտանք, բայց մտան KFC, այնտեղ համարյա բանան տվեցին։ Բանան եւ ձուկ։ Մենք մի քանի բան պատվիրեցինք, հավ չկար, բոլորը ձուկ էր։ Կարող է հավ կա, բայց ամեն դեպքում չտեսանք հավից, էլի KFC-ն Էկվադորում ձկով էր, ասենց ասեմ, էլի ոնց կլինի։ Ծովամթերքի սիրահարներ, մեկնեք Էկվադոր։ Հա, էժան հա, ասենց մեծ բան, կռաբեր բանը, շատ էժան ու շատ բան լավ ծովամթերք կար այնտեղ։ Շատ է, իսկ ինչ կպատմես Չինաստանից, քանի որ Չինաստանում էլ տուրեր եք կազմակերպել հենց ակումբի շրջանակում, այո, մասնաճյուղ ունեք։ Մի փոքր խոսա Չինաստանի ռազմավարությունից, կարգ ու կանոնից, քեզ դա դուր է գալիս, թե ընդհակառակ ավելի քո մթնոլորտին չի վերաբերվում, ոնց ես քեզ զգում Չինաստանում։ Իրականում որպես տուրիստ դուր է գալի, որպես ապրել, դες չեմ կարծում որ դուրս կգար։ Դե ամեն ինչ նկարում են անդադել, դե ամեն քայլին նկարում են, ոնց է մեր մոտ գրասենյակում կամերա է դրված, այնտեղ ամեն տեղը այդ կամերաների բանը կա, ամեն ինչ ուսումնասիրվում է, դեմք ճանաչելու ծրագրերով են, որ քո դեմք, քո հետնագիծը ամբողջ երկրով մեկ իրենք տեսնում են կամ հետևում են։ Չինաստանը հետաքրքիր է, էլի այդ ոնց որ Էկվադորը, Չինաստանը ոնց որ ուրիշ մոլորակ գնաս, մենք ուրիշ եվրոպական մշակույթին ենք մոտ եւ սովոր, այդտեղ գնում ես, այնտեղ ուրիշ մոլորակ է, էլի Չինաստանը ուրիշ է, դե ուտելիքները միշտ ուրիշ են, մոտեցումներն ուրիշ են, ասենք, այդ օրինակ շատ է զարմացնում Չինաստանում, որ իրենք բոլոր բառերը թարգմանում են, ասենք Coca-Cola-ն թարգմանում են օրինակ, չեմ տաքսի բառը թարգմանում են։ Hilton հյուրանոցյանը ուրիշ են, ասենք Ջինջունջոյն ասում, էլի, բայց Hilton գրած է, էլի, ասում ես Hilton-ը ոնց է թարգմանել, ասենք չիներն ինչ են ստացել Hilton, էլի, չգիտեմ ոնց են ստացել։ Էդ էր խնդիրը, որ հետո մի անգամ դեպք եղավ տաքսին ասում ենք, դե տաքսի բառն էլ չգիտեին։
տաքսի չեն օգտագործում։ Այսինքն միջազգային բառեր չկա, այնտեղ լրիվ ուրիշ մոլորակի։ Այսինքն տաքսին ասում եք աչ, ինքը ցախ էր գնում։ Բարձում են այնտեղ որ աչս ասում ինքը ցախ հասկանում։ Այնց հետաքրքիր տարօրինակություններ կան։ Օրինակ սնունդի հետ կապված ամնա այդ բանն է, դա չինասան գիտեք։ Իրականում մենք բոլորս էլ գիտենք երևի որ չինացիները ամեն ինչ ուտում են, բայց մեկը այնտեղ այդ մասշտաբը որ տեսնում ես ամեն ինչ ուտելու մասշտաբը, էլի։ Չես պատկերացնում որ իրոք ամեն ինչ։ Հա, իրոք ամեն ինչ ուտում են, ասենք այնտեղ նայում ես դելիկատեսը, ինչ որ մի ձկան աղիք է, որը դելիկատես ասենք, ծախում են $200, այսքան տուփի մեջ։ Շատ մեղմ ասեցի ձկան աղիք։ Դե այդ ձկան աղիքն եմ տեսել, ասեցի ինչա ձկան անունը տվեց, որ ձկան աղիքն է, որը ամեն ինչ են ուտում, ամեն ինչից դելիկատես են ստանում։ Դեռ մեր օրինակ հյուրանոցում որ մնում ենք Գուանջոյի, եթե չեմ սխալվում, հա Գուանջոյի հյուրանոցներ։ Դե ամեն առօր օձ էին տալիս, ասենք սնունդ կար տարբեր, բայց նաև իսկ խմել ես օձի արյունից կոկտեյլ դեղել իրենց։ Այդ մեկը չեմ փորձել։ Ասում են որ դա իբրև երկարակեցության կոկտեյլ է կոչվում, փորձի ես անգամ։ Ես կերա փորձեցի, այդ ոնց է այստեղ ձկներին որ նայում ես ակվարիումի մեջ, ուզում ես ասում ես այս մեկը բերեք ուտեմ, այնտեղ դրանց կերյաներին ես նայում, ասում ես այս մեկը բերեք ուտեմ, այտենց տարբեր կերյաներ կային։ Դե ի՞նչ տարբերություն զուգ թե կերյա, եթե ձկանը չեմ խմել ես, էլի, դա չես մարդկա զուգել է պահում։ Այո։ Նույնիսկ այսքան կերյա կար էլի, եթե չգիտեմ, ինչեր, ես մի շա ավելի փոքր վերցեցի այսքան, եփեցին բերեցին, այտենց իրականում չես զգում որ ինչ որ այլ տարօրինակ միս ես ուտում, էլի, որտեղ այնքան է համեմունքներով մշակում, որ այդ ամեն ինչը չի զգացվում։ Իսկ նույն կարգապահությունը, օրինակ Չինաստանի եւ Գերմանիայի կհամեմատես իրար, քանի որ եվրոպական երկրներից ամենակարգապահը, ամենաբիզնեսի հետ կապված պունկտուալությունը դե ասում են գերմանական ճշտապահություն։ Ահա գերմանական, հա, գերման շվեյցարական, գիտեք չէ, շվեյցարացիները այս վերջում ամռանը Շվեյցարիայի, ուրեմն շվեյցարացիների մոտ էլ գերմանացիներն ասում են հա դե դու էլ գերմանացու նման անպատասխան դու ես։ Շվեյցարացիների մոտ էլ գերմանացիներն են անպատասխանատու, անպունկտուալ եւ այլն, այսինքն շվեյցարացիները ավելի ծայրահեղ պատասխանատու եւ պունկտուալ են, էլի այդ նկատ ունեմ, իրենց մոտ ոնց է մեր մոտ օրինակներ ենք բերում որ չէ, անպարտաճանություն ապարանցիներ բանդեց կան, այնտեղ գերմանացիների բանով են պատմում որ ասենց գերմանացին ասում է ժամը 10:05 կգամ 10:23 է գալիս բան, հա, բան, այնպես ինչ-որ բաներ ունեն, էլի։ Այստեղից մի հատ հարց իմ մոտ առաջացավ, քանի որ տարբեր բիզնեսմենների հետ է շփվում։ Այ մեր մոտի պունկտուալությունը 1-ից 10 բալանոց համակարգով ինչքան կգնահատես։ Ինձ թվում է չէ, ասի 7։ Հա, բավականին բարձր է ասում։ Տեսեք, այդ մենք ինչ-որ այլմոլորակային երևույթ չենք, էլի։ Եվրոպան պունկտուալ է, արևելքը անպունկտուալ։ Ու այդ անպունկտուալությունը չի, մշակների տարբերությունն է, ասենք նույն արաբները հետ երբ որ պայմանավորվում ես, ասում են ժամը 7-ին, նորմալ է որ 8-ին են գալիս։ Եղել է դեպք, որ օրինակ պայմանավորվել ենք ժամը 6-ին, որովհետեւ արաբ բանա դրել էլի, հանդիպում դրել ժամը 6-ին։ Ես զանգում եմ ընկերոջս, ասում ժամը 5-ին զանգում, ասում դե արի դուրս գանք որ գնանք։ Ասում ինչի՞ համար դուրս գանք, տեսնում 6-ին պայմանավորված ենք, էլի։ Հա, ասում 6-ին որ պայմանավորված ենք, 7-ին գնանք, լավ է։ 7-ին գնում ենք, ասենք իրանք 7-7-10 են սկսում հավաքվել։ Դեպաբար բանի մոտ այդ արևելքում այդ ընդունված է պունկտուալ չլինելը։ Արևմուտքում ընդունված չի։ Մենք մեջտեղն ենք։ Դրա համար մենք էլ մի քիչ ճիշտ է, մենք մի ժամ չենք ուշանում, 15 րոպե ենք ուշանում։ Ինչպես ես այսօր։ Այո, իսկ գերմանացիներն չեն ուշանում, դες մենք մեջտեղն ենք, էլի, հա։ Լավ, Բաղրամ ջան, քո համար ճանապարհորդությունը դա հանգստանալու թե նոր հնարավորություններ ստանալու համար ես անում։ Ավելի շատ հանգստանում ես ճանապարհորդությունների ընթացքում, թե ասում ես հեսա գնալու եմ ինչ-որ նոր հնարավորություններ բացվեն իմ առաջ։ Երկրորդ տարբերակ միանշանակ հանգստանալ տենց այդքան չեմ։ Սիրահար չես հանգստի։ Չէ, այդքան տենց հատկապես պասիվ հանդիս չեմ անցալու։ Իսկ ընտանիքիդ հետ ճանապարհորդում ես ո՞ր երկրներ ես ճանապարհորդում ավելի։ Դե տարբեր Եվրոպա, ծովափ, բան տենց հա, եթե երեխեքի հետ մի քիչ ավելի հեշտ լինում եվրոպական երկրներ, եթե դժվար է լինում կամ առանց երեխեքի հետ ասում եմ Եվրոպա, եթե Եվրոպա ինչի որտեղ մոտիկա է, տենց հեռու, տենց 10 ժամ Ո՞նց ասա փոքր երեխաների հետ հարմար տարբերակ չի այդքան էլ։ Նայած օրինակ։ Եթե քաղաքային հանգիստ ես ընտրում 24/7 փոքր երեխայի հետ օրինակ զբոսնել օրինակ Հռոմի փողոցներով, այդքան էլ կոմֆորտ չէ։ Դե պարզա թևերը թափ տալով ավելի լավ է, քան կարելի է երեխայի հետ ինչ անում, բայց բանը օրինակ մենք ուր Հոլանդիա գնացինք անցյալ տարի 6 ամսական էր աղջիկս, դες շատ նորմալ անցավ։ Ճիշտ է, հիմա կարոտինս համաձայն չէ, որ ինքն էր պահում, հա, երեխային, բայց իմ համար նորմալ էր ամեն ինչ, հա։ Ընդ ինքն լացքան չէր այդքան, դա էլ նաև օգնեց։ Տղայիս հետ Միացյալ Նահանգներ են գնաց այդ հեռուներից էլի, եթե ասեմ, ոչ ծովափյաններից եթե ասեմ։ Շատ լավ։ Իսկ եթե դու ինչ-որ մի բան կարաներ քո երեխաներին փոխանցել, իհարկե բացի փողից, ինչ հմտություն կամ ինչ նավը կա, ինչ կփոխանցեիր քո երեխաներին։ Համառություն, շատ սխալվելու ձգտում, բայց սովորել սխալվելու արդյունքում, որտեվ բանում ենք սխալվել
չենք սիրում։ Այսինքն սխալվելուց չհիասթափվելու կարողություն, հա, որ չվախենալ սխալվելուց, չվախենալու։ Սխալվելուց վախենում ենք սովորաբար, մենակ մեկ չէ, բայց տենց ընդունված է, որ դու մի բան անում ես, ցավ ես ունենում այդ ուղղության վրա, վերջի անգամ չես ուզում անես, բայց այդ շատ վատ է։ Այդ Միացյալ Նահանգները աշխարհի ամենահզոր տնտեսությունն է, որտեղ իրենց մոտ կա սխալվելու մշակույթ, երբ որ դու չես վախենում սխալվելուց, դու նաև մեծ բաներ ես փորձում անել։ Եթե դու վախենում ես սխալվելուց, դու երբեք մեծ բաներ չես փորձի անել։ Վախը միշտ պահում է քեզ։ Գրած, հա։ Դրա համար այդ օրինակ ես կուզենայի սխալվելուց չվախենալու մշակույթը ավելի տարածված լիներ բոլորից մոտ, այդ թվում է երեխաների, դրա համար այդ մասին նաև գրկում եմ գրել։ Իսկ եթե դու սխալվում ես, օրինակ դա գրանցվում ես որպես պարտություն, թե այսինքն քո սխալվելու դեպքում քո համար որն է ամենավատը, դա պարտությունը, թե որ դու քեզ չես ներում քո սխալը։ Չներել չկա, այնպես բան կա, լավ խոսք ասում, դժբախտ լինելու համար պետքա փոշմանես անցյալի համար, չդժգոհ լինես ներկայից եւ չհավատաս ապագային։ Ինչպես ես անում, որ ներես քո սխալը, ոնց ես քեզ անում, ոնց ես քեզ դիրքավորում։ Չեմ համարում, որ սխալ է եղել, ես ուղղակի ասում եմ, բանը, սովորեցի։ Այս մի 10 եղավ, հա։ Այդտեղ խնդիրը որ մի քանի անգամ է 10 լինում, այդ արդեն այդ հենց այդ եմ ասում, երբ որ մի քանի 10 ես տանում ու դեռ շարունակում ես, հա։ Չէ, նույն թեմայով, եթե շարունակի, ուրեմն հիմարության նախ շարունա, մեկի մոտ էլ է տենց լինում, էլի ասում, չեղավ Արամ ջան, արդեն ոնց որ բանը։ Ճիշտ ճանապարհով չես գնում։ Արդեն ոնց որ, հա, չափնանցար։ Բայց գլոբալ դե սխալվելը կարևոր բան է, ամեն սխալվելուց պետք է բան անել, էլի վերլուծել, հասկանալ, փորձել այնպես անել, որ նեգատիվ հետք չմնա։ Շնորհակալություն հայտնել այդ սխալվելու իրավիճակին, որ քեզ օգնեց ավելի լավ պատկերացնել, հասկանալ ու ասել առաջ։ Շնորհակալություն հայտնելը շատ կարևոր է, որովհետև որ չես հա, եթե շնորհակալ չես լինում այդ իրավիճակին, այդ մեկը նեգատիվ ֆոնը մնում է մոտդ։ Այդ ամեն ինչի դեպքի հետ կապված, ինչը որ խանգարում է կյանքի ընթացքում։ Իսկ եթե քո երեխաները չընտրեն բիզնեսի ճյուղը, այլ օրինակ արվեստ, ինչպես կվերաբերվես։ Ճիշտ ասած, այնց դեմոկրատ ինչ-որ բաներ չեմ սիրում, էլի ես ուրախ կլինեմ երեխան ինչ էլ ոնց է բան եւ այլն։ Ամեն ինչ կանում որ չընտրեն, ամեն ինչ կանում որ չընտրեն։ Չէ, անկեղծ զրույց է, անկեղծ պատասխաններ եմ ակնկալում։ Քանի փոքր են ամեն ինչ կանում որ ընտրեն այն ուղղությունները, որը որ ես կարծում եմ որ ճիշտ կլինի իրենց համար, որովհետեւ ամեն դեպքում ես իրենց ավելի շատ փորձ ունեմ, եթե չստացվեց էլ դե մեկա կօգնեմ։ Բայց մինչև այդ ամեն ինչ կանում որ ստացվի իմ ուզածը։ Արամ, ինչ ես կարծում, սերը ղեկավարին ուժ է տալիս թե թուլություն։ Մեր մշակույթը քրիստոնեական, դե աշխարհում տարբեր մշակույթներ կան, նույն բանը քրիստոնեությունը հիմնված է սիրո վրա։ Ու մեր շատ բաներ գալիս են սիրուց ու հետեւաբար սերը մենակ ուժ է տալիս, հատկապես մեր մշակույթի մարդկանց։ Չգիտեմ, ասենք բուդդիզմի մեջ բաներ ենթարկվելն է օրինակ կարևոր ինչ-որ բաներ եւ տարբեր ուղղություններ կան, ներդաշնակցությունը, անձի, քո անձի բան, իսկ այնտեղ սերն է քրիստոնեության մեջ, այնպես որ սերը միշտ էլ մեկա ուժ է տալիս։ Աստվածային է ամեն դեպքում սերը եւ մենակ օգնում է։ Հատկապես մեր համար, քրիստոնեականների համար այդ սերը կարևոր է։ Գիտությունից դեպի բիզնես հեշտ է եղել թե վախեցնող։ Իրականում ամեն բան, նոր բան, որ անում ես, սկզբից ինչ վախենում ես, բայց այդ վախենալու դեմ պայքարելու լավագույն տարբերակը արագանալն է։ Իսկ եթե ինչ-որ բանից վախենում ես, որ հեսա սկսես կարող չստացվի եւ այն, պետք է սկսես։ Հա, այդպես էլ իմ մոտ եղավ, էլի ոնց որ մի օրվա մեջ ես բան արեց, էլի կտրեցի, այտենց հիշում եմ մի բան տեսա որ դες մտի շուտ գրառում, տեսա թե ինչ տեսա որ պետք է սկսել անել ու դες չրտիկը միացրեցի ու սկսեցի անել արագել կտրում։ Դե նոր բան անելը ամեն ինչ մի ճանաչություն է, մի սկսում ես անհանգստանալ, բան նոր երկիր գնալուց ոնց է գնում ես իջնում ես ասում ես չնայած հետո մազոլ է ձևավորվում, բայց հա միշտ այդ անորոշությունը կա, բայց հետո բան է լինում, էլի հետո արդեն սկսում ես սովորել, հետո դառնում է կոմֆորտ ու այդպես հետո սկսում ես հաճույք ստանալ։ Դե հիմա դու ղեկավարում ես Հայաստանի լավագույն բիզնես ակումբներից մեկը։ Թե լավագույնը։ Լավագույնը։ Արի անհամեստություն ենք ասենք լավագույնը։ Եթե պատկերացնես, որ ոչ մանտաշյան բիզնես ակումբ, ինչ ոլորտ ես քեզ հենց այս պահին պատկերացնի։ Ներդրումային ոլորտ, ներգրավել, պրոյեկտներ անել եւ այլն քարտեզը փոխել։ Նկատի ունեմ քարտեզը վերևից նայես ուրիշ բան լինի։ Հիմա մենք մի քանի պրոյեկտ ենք արել, չէ՞, ակումբի շրջանակներում, ասենք հյուրանոց Դեբետ գյուղում, չէ՞, քարտեզը փոխել ենք Դեբետ գյուղում, մեծ առաջացել է ինչ որ նոր կետ, որը այդ իր մարդը ներգրավելու իր մոտ, այսինքն ես այդպիսի պրոյեկտներ կանեի, ներդրումային պրոյեկտներ կանեի, հատկապես որ բան ունեմ, էլի մեծ շրջապատ ունեմ պոտենցիալ ներդրողների։ Շրջապատ լսարան է ստեպքում։ Հա, շրջապատ լսարան, տարօրինակ բան ասեմ, Հայաստանի ներդրումային ոլորտի խնդիրն է նա, որ ներդրումային պրոյեկտներ չկան, լավ, քիչ կան, լավ sense։ Բայց հիմա մի քիչ ավելի շատացել ու ակտիվացել են։ Չի ասի, որ լավ պրոյեկտներ, իրականում չի ասի, բացի ասենք բանից, կառուցապատումից, որը հա, շատ ակտիվ է այդ առումով, գլոբալ Արդյոք ունեմ ընկերներ, որ ասում են Հայաստանում մի հատ արտադրություն դրենք, որ վաճառենք Միացյալ Նահանգներում։ Մենք մտածում ենք, ինչ արտադրություն դրենք, թե մենք
մենակ մեկ չպետք է դնենք, էլի նաև ոնց որ արտադրություն ունեցողին պետք է օգնենք, որ ինքը կայացնի, որ արտանվի, տենց բայց ունենք պրոյեկտ չկա այդ ոլորտում։ Կան ահռելի թվով մարդիկ, որ ասում են փող տվեք մի բան անենք, կան ահռելի թվով մարդիկ, որ ասում են փող տվեք, ես իդեա ունեմ, ինչ որ ես գիտեմ հետո ինչ կանեմ եւ այլն, բայց վստահելի բան պրոֆեսիոնալ որի հետ ճանապարհ կուզես անցնել։ Հա, պրոֆեսիոնալ ներդրումային պրոյեկտներ չկան, այսինքն այդ մարդկանց, որ ասում են փոխտվեց ինչ-որ բան կանեք, հետո նայում ես, ասենք չկա տակը ոչ բան, էլի 99%-ով ճիշտ ասած պրոյեկտներ են, էլի, հա։ Այսինքն ես երբ որ ասում չկա պրոյեկտներ, նկատում եմ պրոֆեսիոնալ բիզնես պլանով, վստահելի բաներով, ցուցանիշներով, վստահելի հիմնադիրներով, այդպես պրոյեկտներ շատ քիչ են ու գրեթե չկան։ Ինչու են քիչ, որովհետև ով որ կա արագ գտնում է ներդրումը, իր համար անհրաժեշտ ներդրումը արագ գտնում։ Այս վերջերս կրթական շատ ծրագրեր ես անում, ու ձեր ակումբով ես ինքս էլ եմ միացել։ Մեր ակումբով։ Հա, մեր ակումբով ինքս էլ եմ միացել, որ ուսանողներին եք օգնում, ու տարբեր բաներ ենք անում։ Դա էլ է շատ ողջունելի գովելի, որ ոչ միայն բիզնես, ծառատունկ, բանակի հետ կապված։ 20 հեկտար, չէ, անտառ։ Ասենք էլի, ասենք իմանար մարդիկ, ինչու ոչ։ 20 հեկտար անտառ տնկեցինք այս տարի բանում Գեղարքունիքի մարզում։ Ինչ է երեխաների վարձավճարի հարցը ուսանողների, որ մեր լավագույն ուսանողներին։ Լավագույն, բայց այդ մենք չենք անում, մեզանից բան չան, հեսա կարող դիմենաս այդ տվեք։ Մենք չենք, մենք վճար մենք պետք է հələ չի սկսվել, բայց հա մենք պետք է փոխանցենք կրթության ոլորտով զբաղվող հիմնադրամներ, իրանք կանեն այդ բաներն էլ, այսինքն մենք մենես չենք անում, իրանք ում են տալիս ինչ են անում։ Իսկ ով չի կարող լինել Մանթաշյան ակումբի անդամ։ Ով որ բաթեղնակություն ունի բիզնես աշխարհում, բաթեղնակություն նկատում է եւ գործնական տեսանկյունից եւ անձնական։ Ով որ անձնականն էլ է ազդում։ Հա, ես չէ։ Հա, բայց ես չէ, անձնականն էլ ենք նայում, պատմությունը նախքին տարիների եւ այլն։ Օրինակներ չբերեմ, բայց եղել են դեպքեր, որ մերժել եք։ Հա, շատ։ Մենք ամիսի երևի մի 50 հոգու մերժում ենք մոտավորապես։ Ակումբի միանալու առումով, հա։ Լինում է որ մեզ են մերժում, հա, բայց այտենց հիմնականում մենք ենք մերժում։ Երեք օրնակ էլի մի հոգու մերժեցինք։ Լավ չասեմ ինչ համար կարող իմանամ մասնախոսքը։ Ասա, պունկտուալության համար օրինակ լինում որ մերժում են, պունկտուալության համար լինում որ մերժում են, էլի, հա։ Մենք օրինակ ինչ-որ բան ասում են, չեն անում, դրա պատճառով բավական շատ է լինում իդեպ էլի։ Դա այդ առաջին նախանշանն է, որ հետագայում հնարավոր է խնդիրներ լինի, հնարավոր չէ լինի խնդիրներ, մենք սխալվում ենք, ինչ են պնդում, բայց ամեն դեպքում մենք այլ չափման միավոր ոնց որ բան չունենք։ Ով որ չունի կայուն բիզնես Դե հիմա մենք շեմը մի քիչ ցածրացել ենք, միշտ 400 միլիոն դրամ էր եւ 4 միլիարդ էր, հիմա 100 միլիոն դրամ ավել մարդիկ կարող են միանալ մեր executive, հա, executive-ի հապաթեթին, հա, տենց։ Այդ վերջի 6 ամսը մոտավորապես այդ խումբը ստեղծվել է, էլի։ Իսկ ինչ ես կարծում, իշխանությունը ու փողը մարդուն փոխում են, թե ցույց են տալիս իր իսկական էությունը։ Ինձ թվում է երկու տարբերակներն էլ, երկու տարբերակներ փոխում են։ Իրականում ինքը ինչ կար։ Հա, Միգուցե տենց է։ Սրաստում են այն ինչ որ իր մոտ կա։ Իսկ վերները, հա, բացահայտում են սերերը, չէ՞։ Սրաստում են այդ ամեն ինչը, հա։ Բայց լինում է նաև փոխում են ինչ առումով։ Սովորում ես կոմֆորտին անկախ քեզանից։ Օրինակ, չեմ ասում լավ մարդեր դարձել վատ մարդ, բայց օրինակ սովորում ես կոմֆորտին ու դες չզում ոչ կոմֆորտ բաներ անես, էլի։ Իսկ փոխի այդպիսի քանակություն կա, որ մարդը մոռանում է իր արժեքները։ Հանդիպել ես տենց գործարարների, որ կյանքի սկզբնական փուլում իրենք ուրիշ արժեքներ ունեին, արդեն շատ փող աշխատեցին ու տեսնում ես, որ արժեքների մեծ տատանում կա։ Այդպես կտրուկ ինչ-որ դատանումներ չեմ տեսել, ճիշտ ասած։ Լավ, մարդկանց է տեսել է շփվում։ Հա, տեսել եմ որ մարդիկ փոխվել են, բայց անկախ փողից, էլի, տեսել եմ որ մարդիկ ժամանակի ընթացքում փոխվում են։ Այ փարտից է շատ փոխվում։ Փարտից ուշադրությունից, ասենք, հա, բան թեկուզ իշխանություն չի, հիմա իշխանությունից բանը։ Հեղինակությունից։ SM թիմ են վերցնում, որ իրանց անձնական բանը, այդ ինչ անը, իմիջը ձևավորեն։ Չասենք երկու հատ աղջիկ կամրանով հետևներից ման են գալիս նկարում են մեկու մեջ բանը, մարդ դառնում ուրիշ մարդ։ Այսինքն sense անճանաչելի է դառնում, էլի, այսինքն այդ բանից տեսախցիկներից բանան դառնում են ուրիշ մարդիկ։ Ինչ որ ասենք այնտեղ այն ժամանակ 3 լայք էր հավաքում սովորաբար իր պոստերը, հանկարծ սկսում է 11 լայք հավաքել, ինքը արդեն ուշ ձևա բարև տալիս, ուշ ձևա շփվում։ Դες դեպքեր եղել է, ապշել եմ, էլի, ես էլ տենց, ունես լավ բավական մտերիմ մարդկանց հետ եղել դες դեպքեր, բա որ մի քիչ ավելի շատ, ասենք օրինակ ոնց որ ձեզ են լայքում, բա որ այդքան լայքին ինչ կատարվի իրենց հետ, էլի, ուղղակի ցած ում կստանա տեղում։ Ասենք բանով էլի, հա։ Կարող ենք աջակցել հասկանալ ինչ կկատարվի։ Հա, չէ, պետք չի աջակցել, բայց այդ օրինակ մարդկանց շատ է փոխում այդ բանը, փառքն է շատ փոխում։ Փողը ավելի բերում է կոմֆորտի, հետո չզում այդ կոմֆորտից հետ գնաս, որ էլի վատ է, էլի, ես ինձ թվում է մենք պետքա բանել ենք, էլի, ժամանակ առ ժամանակ պետքա գնանք իրականություն, որ չկտրվենք իրականություն, պետք գնանք բնություն։
մնանք բնության մեջ, օրինակ արշավներ ժամանակին շատ էի գնում, հիմա կան չեմ գնում, բայց պետք է գնամ, ասենք գնում ես բնության մեջ մենակ կամ գիշերով մնալ վերանում եւ այլն, արդեն սկսում ես որ չկտրվես իրականությունից։ Իրականությունից կտրվել է այդ։ Օրինակ խոսեցինք փողից, առանձնացնես մի այնպիսի քաղաք, որտեղ ամենաշատն ես նկատել հենց փողի էներգիա։ Ինչ նշանակում փողի էներգիա։ Որ զգում ես, որ այդտեղ ոնց որ փողը հոսում է ու հենց այդտեղ ուզում ես շատ գումարներ աշխատել, բոլորը ինչ որ հաջողակ են։ Ամերիկան Ամեն դեպքում երկիր ոչ թե քաղաք, երկիր ասեմ։ Ես քաղաք ասեմ, Լոս Անջելեսը։ Լոս Անջելեսը երևի։ Նյու Յորքն էլ է նույնը, պրինցիպ Նյու Յորքի տպավորությունն էլ նույնն է, բայց Նյու Յորքում քիչ եմ եղել, Լոս Անջելեսում շատ եղել, դրա համար կասեմ Լոս Անջելես։ Միանգամից զգում ես, որ բանա կապիտալիզմը ստեղ է ծնվել։ Այցելել ես մի այնպիսի քաղաք, որտեղ դու քեզ զգացել ես շատ կոմֆորտ, բայց ասես այստեղ հաստատ չի ապրի։ Չէ, եթե կոմֆորտ ես զգում, քիչ ապրես։ Իսկ Երևանից բացի ուրիշտեղ պատկերացնում ես ապրելուց քեզ։ Անկեղծ։ Տարօրինակ բան ասեմ, եթե անկեղծ է, շատ տեղեր եմ պատկերացնում։ Հարցենա որ ուզում եմ թե չէ, չեմ ուզում։ Մեծ պատկերացնում։ Բայց պատկերացնում, ես այդպես բան չունեմ, էլի, այդպես բավական երկար ժամանակ եղել է։ Ամենաերկարը երբ որ ապրել եմ 3 ամիսն է եղել, Մոսկվայում եմ ապրել, Լոս Անջելեսում եմ ապրել 3 ամիս միաժամանակ, էլի առանց կտրվելու, երկարն է եղել։ Բոլոր տեղերում ես ինձ կոմֆորտ եմ զգում։ Ես այդպես բան չունեմ, էլի շատ արագ ոնց որ հարմարվում եմ։ Նույնիսկ կարծում եմ ասիական երկրներում կամ արաբականներում կոմֆորտ չեմ զգում։ Դուբայում զգում եմ, բայց այլ արաբականներում պետք է լավ։ Բայց կարծում եմ որ այսական երկրում երկար ապրելը բավականին բարդ է։ Հա։ Քանի որ հենց ավանդույթները, սովորույթները մեզանից շատ են տարբերվում ու կգա մի պահ, որ կարող է ուղղակի հոգնեցուցիչ լինել։ Շատ լավ։ Այդտեղ ասիականում լավ է, հատկապես Չինաստանը, որ այդպես բոլորը քեզ որպես աստղ են վերաբերում, կարելի է նկարվել բանმა, այդպես որտեվ ինչա ոչ շեղաճք սպիտակ։ Իրենցից որ տարբերվում ես, հա։ Բան են անում, էլ է դա այդպես։ Իսկ քո հաջորդ ճանապարհորդական ուղղությունը ո՞րն է լինելու, ոչ թե գործողում, այլ ճանապարհորդական ուղղություն։ Հանգստանալու համար չունենք դեռ պլաններ։ Չես ընտրել։ Քանի որ երեխան փոքր է, ինձ թվում է ծովափնյա ինչ-որ բան կլինի, ծովափնյա չենք կարող ծովափնյա հեռու գնանք, հետեւաբար ընտրությունը մեծ չի։ Արաբական Էմիրություններ, Կիպրոս, հա, Կիպրոս, չէ, Կատար չեմ եղել։ Կարող եմ օտանավական դրանց հաջորդ ուղղությունը առաջարկել Կաթար, հա, երեխու հետ շատ հարմար տարբերակ է, հա։ Դե ընդունված որն է Հունաստան, Կիպրոս, Եգիպտոս, Դուբայ։ Ավելի մոտիկ ուղղություններ։ Հա, այդտեղ էլ մոտ 1-2 ժամ որ գնում ես։ Իսկ ում ես պատկերացնում որպես մեր ճամփորդական ոդկասթի հաջորդ հյուր։ Որ հետաքրքիր կլինի։ Շատ ճանապարհորդել է եւ ասելիք ունի, նաեւ հայտնի է։ 3 լայքից ավելի ունի։ Հա, Հայաստանից։ Այո։ Ու Հայաստանից է։ Կարող ես ակումբից նույնիսկ առաջարկել։ Ակումբից Անդրեյ Միսակյանին կանչենք։ Դե էլի այտենց մարդկանց կարամ ասեմ, բայց հայտնի չէ ոնց որ թե իրանք։ Այտենց ով կա հայտնիներից, չգիտեմ։ Հասմիկ Ռաշելին կանչել եք։ Չէ դեռ։ Հա, ինքն էլ է շատ ճանապարհում, բաներ բարձրացես վերջերս, ինչ է։ Չէ, Արազատ, Աֆրիկայի Կիլիմանջարո էր բարձրացել, հա։ Մանթաշյացի դրոշով կարվել էր ուղարկեցա, բանացինք, հա։ Այդպես օրինակ հետաքրքիր է, էլի, այդպես այդ կանանց տարիքը չեն ասում, բայց հա, ամենքում թորներ ունի, էլի, ասենք թորներ ունեցող անձնավորությունը, չգիտեմ էլ որ ասեմ, բայց ամենքում թորներ ունեցող անձնավորությունը ակտիվ, այդ շատ ակտիվ լինելը հա բարդ է։ Օրինակելի, հա, ու ակտիվ նաև բիզնես, օպերացիոն բիզնեսում է նաև ակտիվ, ու մեծ բիզնես ունի, խոշոր հարկատու է եւ այլն, թորներ ունեցող անձնավորություն, ով որ ակտիվ բիզնեսի մեջ է, ով որ ակտիվ ճանապարհորդում է, ով որ ակտիվ սոցիալական էջեր նվարում, իսկ թվում է ասում եք լավ տարբերակ է, չնայած այդ հայտնիության բաները չի անցնում ոնց որ ինչ է անունը այդ ֆիլտրը, բայց մնացածով ինձ թվում է հարմար է։ Արի անցնենք բլից հարցերին, պատրաստ ես։ Քո ճամպրուկում ամենաանպետք բանը, որը միշտ հետդ է ստանում։ Հեռախոսի բանը։ Ինչ ակումուլյատորը, որ տնվում է որ հանգստի օգտագործում։ Շատ լավ։ Արևելք թե արևմուտք։ Արևմուտք։ Ինչը երբեք չես զոհաբերի բիզնեսի համար։ Հեղինակությունը։ Առաջի բանը, որ անում ես նոր քաղաքում, քայլել, աշխատել, թե հետևել մարդկանց։ Ուտել։ Որ երկրում ես քեզ ավելի երիտասարդ զգում։ Որ երկրում։ Իսկ ում այդ երկրի հետ կապ չունի։ Ոչ մի տեղ։ Այդ զգացողությունը ներս է։ Ասա Երևանում։ Ծրագրավորած հանգիստ թե շարժվել ըստ տրամադրության։ Նայած մեկ-մեկյան, երբ որ ընտանիքով ես եւ այլն ծրագրավորած, երբ որ մենակ ընկերներով անծրագիր ավելի հետաքրքիր է։ Ճակատագիր թե ընտրություն։ Ընտրություն միանշանակ։ Նոր բիզնես ակում Շվեյցարիայում թե 2 շաբաթ անջատված կղզի։ Նոր բիզնես ակում Շվեյցարիա։ Տենց է գիտեի, որ այդպես պատասխանելու։ Որ հայտնի գործարարի հետ կճանապարհորդես։ Իլոն Մասկ,
Օսկար Խարտման։ Վահրամ ջան, մերսի շատ, անկեղծ եւ շատ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ եմ հրավերի համար, քանի որ այսօր գրքի նվիրելու միջազգային օրն է, իմ գիրքը վերջի հրատարակված, թվով 5-րդ թե 6-րդ, չեմ հիշում արդեն, նվիրում եմ, հուսամ օգտակար կլինի։ Իհարկե կկարդամ, հետո հետադարձ կապ կտամ։ Մերսի շատ։ Եթե դու հավատում ես, որ հաջողությունը սկսվում է այստեղից, մտածելակերպից, ապա այս ոդկասթը քեզ համար է։ Բաժանորդագրվիր Արիքին եւ մեկնաբանություններում գրիր, թե ով կցանկանար, որ լիներ հաջորդ հյուրը։ Իսկ վերջում իհարկե ուզում եմ քեզ հիշեցնել, որ այն գումարը, որը որ դու ծախսում ես քո ճանապարհորդությունների ընթացքում, հարստացնում է հենց քեզ։ Կարող ես ակումբից նույնիսկ առաջարկել։ Ակումբից Անդրեյ Միսակյանին կանչեք։ Հակի Անդրեյ հայտնի չի։ Հա, նեղ շրջանակներում։ Ներես Անդրեյ ջան։ Էս Անդրեյի ատելու չի։ Էս հանգարց էս որ տեսավ ինքը նաս կտրուկ դեմ կլինի այդ քո բանին, հա։ Կգտրեք Անդրեյի, բա։ Կգտրեք, բայց չէ։ Ես ուզում եմ որ ինքը ինձ նորմալ բարևի մենք խոսենք իրար հետ։